Եվ թեմայի շուրջ զրուցելու ենք Transparency International կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Հոկտանյան։ Ձեզ բավարարում է վարչապետի բացատրությունը, որ այո, ձախողել ենք պետական հետաքրքրությունների ֆոնդը, որը նաև հիշեցնենք Fly Arnan էր ֆինանսավորել, տապալել է, ընդունում ենք։ Մենակ ընդունելը քիչ չէ, պետք է վերջ-վերջը դա հանրային փողեր են ծախսվել այդ ֆոնդի աշխատանքները ապահովելու համար, ծախսվել են գումարները ոչ թե ասենք մասնավոր սեկտորի գրպանից է վերցվել, չնայած այդ դեպքում էլ դա անթույլատրելի կլիներ, բայց առավել ևս որ դա հարկատուների փողերն են, միայն ընդունելը քիչ է, պետք է լինեն նաև համապատասխան, այսպես ասած, քայլեր ձեռնարկվեն երկու պատճառով, առաջինը որպեսզի այդ գումարները վերջո որքան որ հնարավոր է հետ բերվեն եւ նաեւ պարզվի ինչ է տեղի ունեցել, դա առաջին եւ երկրորդը որպեսզի հետագայում այսպիսի խայտառակ պատմություններ չկրկնվեն։ Պարոն Հոկտանյան, դե քրեական գործ կա, քննում են, ճիշտ է 3 տարի է արդեն, բայց ասում են հենց դա էլ ես նկատի ունեմ, որ 3 տարի քննելը կարող է եւ այդ 3-ին մի հատ էլ 0 ավելանա ու ոչ մի արդյունք չհասնենք։ Խնդիրը որ այսպիսի հնչեղություն ունեցող գործերը պետք է շատ արագ քննվեն, շատ լուրջ ուժեր կենտրոնացնել այդ քննիչներ, ասենք փորձագետներ, դատական, տարբեր փորձագիտական այսպես ծառայություններ, որպեսզի այդ ամենը շատ ավելի արագ արվի։ Նկատի ունեք, որ քաղաքական կամք չկա, թե գուցե ակնարկում եք նաև անգամ, որ ասենք պարտակելու միտում է այստեղ։ Ես չէի ուզենա անմեղության կանխավարկածը այստեղ խախտել ու ասել ինչու է այդպես։ Ես ուղղակի ֆիքսում եմ, որ այս տեմպերը եւ որքան ես գիտեմ նաեւ որ առայժմ կասկածյալ էլ չկա։ Ճիշտ գիտեք, այո։ Այո, եթե դա այդպես է, սա ուղղակի կներեք քաղաքակիրթ նորմալ պետությանը բնորոշ չի։ Պարոն Հոկտանյան, ինչու չհաջողեց այս նախագիծը, կոռուպցիոն կասկածներ, բարևարկության հարցեր կային, հայտնի է, աղմկահարույց պատմություններ են եղել, բայց գուցե սա ավելի շուտ վատ կառավարման հետևանք էր։ Եվ դա է եւ նա, ինձ թվում է, բայց նորից եմ ասում, հենց դրա համար եմ ասում, որ այս տիպի գործերը, քրեական գործերը պետք է արագ, հնարավորինս արագ ավարտին հասցվեն, որպեսզի իսկապես այդ ձեր հարցերին տրվի սպառիչ պատասխան, որովհետև հիմա ասել, որ գիտեք վատ կառավարում էր, կամ գիտեք կոռուպցիոն լրջագույն խնդիրներ կային, հանցագործություններ կային, ամեն ինչ կարելի է ասել, բայց պետք է նախ եւ առաջ ընդհանուր շատ թափանցիկ ձևով անցկացվի այդ հետաքննությունը, որպեսզի հասկացվի ի վերջո ինչ է տեղի ունեցել։ Եվ այո, կասկածներ կան եւ կոռուպցիոնի հետ կապված եւ վատ կառավարման, բայց այդ ամենը առաջին հերթին կասկածներ են եւ դա կարող է փարատվի միայն այդ գործը կամ ընդհակառակը բացահայտվի եւ այլն ժամանակ արդեն հնարավոր կլինի ճշգրիտ եւ հստակ ասել ինչ է տեղի ունեցել։ Իսկ այժմ միայն կարող ենք ասել, որ սա լրջագույն, շատ հեռու գնացող հետևանքներ ունեցող ձախողում։ Շնորհակալ եմ, պարոն Հոկտանյան։ Խնդրեմ։